2000-ից ավել ընտրողներ եկել իրան ճշտը իրավունք ունեն բոլոր 2005 ընտրատեղամասերում էլ վերահաշվարկ պահանջել։ Հարգելի տեսականորեն կարող են նման բանի, բայց դա պիտի ներկայացնել այն վստահված անձին կամ այն տեխնացուները, ովքեր քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ գտնվել են տվյալ տեղամասում։ Այսինքն զուտ այսպես համակարգչային լեզվով ասած դդոսել է, էդի կներեք էդի Բարձրավայտեք ի վերջո, ինչ է նշանակում գաղտնի ընտրացուցակ, այդ ընտրողների Հարգելիներս, գաղտնի ընտրացուցակ, տեսեք, մենք ունենք ընտրողների ցուցակ, որը հրապարակում է մեր լիազոր մարմինը, այսինքն միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Եվ մենք ունենք կատեգորիաներ, ում ցուցակները չի հրապարակվում, Ոչ, ունենք կատեգորիաներ, կարող եք դուք ընդհանրապես բացել ընտրական օրենսգիրքը, այնտեղ շատ հստակ գրված է, ու կհասկանաք, թե այսպես ասենք, այս աղմուկը, որ ցուցակների հետ բարձրացվել է, որքան է վնասում Հայաստանի Հանրապետությանը։ Հարգելիներս, դժվար չի, հարգելի լրագրողներ, եթե չեմ սխալվում, Մամուլի քարտուղարը բոլորիդ ընտրական օրենսգիր գոնե մեկ-մեկը հատ տրամադրել է։ Կարող եք բացել եւ ընթերցել ընտրական ցուցակների կազմավորման, հրապարակման ամբողջ գործընթացը եւ զուտ քաղաքական շահերով պայմանավորված ամենայն հարգանքով հորդորս։ շատ հեռավոր Ես հետ եկան, ես էլ ասեցի դե ավարտեցինք։ Անհարմարությունը ինչպես առաջացել։ Ես տեսեք, տեղամասերի հասցեները, այսինքն որտեղ որ տեղամասեր պիտի կազմավորվեն, նշանակում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Եվ այս ընտրությունները մի քանի դեպք ունեցել են, երբ որ տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ համապատասխան դպրոցը, մանկապարտեզը գտնվել են վերանորոգման փուլում, այսինքն ես չգիտեմ, խնդրանք ես, որովհետև ես չգիտեմ որ դեպքի մասին եք ասում, 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 կարող եք գրավոր ներկայացեք, մեծ ուսումնասիրենք, հասկանանք, թե ով այդ տեղամասը տեղափոխել, որովհետև տեղամասերի հասցեներ, այսինքն որտեղ պիտի լինի տեղամասային ընտրական հանձնաժողովը, շենքը նկատի ունեմ, հասցեն, սահմանում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս դեպքում ենթադրում եմ Երևանում, չէ՞։ Ավան առնջում եմ։ Դե որ դուք Սահքի փողոցում եմ ընտրել։ Երբ որ դուք մեզ գրավոր ներկայացնեք, դուք որտեղ է ձեր տեղամասը եւ այլ, մենք էլ մի հատ քաղաքապետարանից կհասկանանք, թե ինչա ձեր նախկին տեղամասը, ասենք եղել, չգիտեմ, մի հասցեում, հետո հայտնվել այլ հասցեում։ Պարոն Հովակինը, նախնական գնահատում, որովհետև երեկոյան հաշվարկը սկսվել է։ Դուք ինչ եք կարծում, հնարավոր է, որ իսկապես ձայները այնպես հաշվարկը իրականացվի եւ փոխվեն, որ իսկապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնի փոխանցում։ Հարգելիներս, ես նման նախնական գնահատական չեմ կարող տալ, որովհետև կներեք մեր մինչև ընդհանուր process-ը չավարտի, ընդհանուր գնահատական չավարտի, ես եւ իմ գնահատականը լինելու կենտրոնական հանձնաժողովի որոշման։ Իրենք միտում են տեսնում, ասում են, երբ որ ԿՊ-ն տեսել է, որ իրենք 3-5-րդ չեն կարող կազմել, այդ ժամանակ արդեն իրենց ձայները հարգելի լրագրողներ ջան, որտեղ է նվազել։ Ես կրկնում եմ։ Հազարը որ չեն մտել։ Չէ։ Հարգելի լրագրողներ, հրապարակված, տեսեք, նախնական արդյունքները հրապարակվել է 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովի քաղվածները, արձանագրությունները բոլոր են քաղաքական ուժերը, որոնք օրինակ ուժեղ Հայաստանը մեզանից խնդրել է որպեսզի հնարավորություն տան արձանագրությունների պատճենները ձեռք բերել, որտեղ ինքը մի քիչ մեծ է, մենք այդ հնարավորությունը տվել ենք։ Այսինքն ամեն ինչ թափանցիկ գնում է, տեսագրությունները ամբողջ գործընթացը տեսագրված է։
Հիմի ներկայիս վերահաշվարկային իրականություն կրկին ուղիղ եթերում է իրականացվում։ Այսինքն այստեղ գներեք մեր ունենք դեպք, Բայց փաստը չէ, որ այս ձայները պակասել են։ Չէ, Ջորջան, հարգելի լրագրողներ, կրկնում եմ, ձայները 4 դեպքում, իրենց դեպքում 4 տեղամասում սխալամուտք արվել չի պակասել։ Այսինքն չի եղել, այսպես ասենք, ինչ որ թիվ, որ այդ թիվը պակասել է, չէ, եղել է սխալ մուտքագրում, որի արդյունքում կազմել է քվեարկության նախնական արդյունքները։ Այսինքն բանվարական կա թիվ, ինչքան է պակասում։ Հարգելի լրագրողներ, կրկնում եմ, կա արձանագրություններ, այդ արձանագրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովն է մեծ հաշվով, որ իր ասենց ասած տրամադրության փաստաթղթերն են։ Այդ փաստաթղթերում գրված այդ 77-ը։ Հասկանում եք, այսինքն խնդիրը այն է, որ իրենք որտեղից են իմացել, որ իրենց ձայնը, ասենք 77 էր, այլ 1 չէր։ Մեր արձանագրություններից, մեր քաղվածքից, եթե մեր արձանագրությունները չարտացոլ էին այդ պատկերը, իրենք դրա մասին չէին էլ իմանա։ Բայց այդ քաղվածքը, որ տրվել է վստահված անձանց, տրվել է արձանագրությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, եթե եղել է 5 տեղ սխալ մուտքագրում, այդ շտկվելու է այս փուլը, կներեք, դրա համար չենք ասում ենք նախնական արդյունք, չենք ասում, չէ, վերջնական արդյունքն է։ Կներեք, Հարգելից, երբ որ կա արձանագրությունը, ո՞նց է տեղի ունեն։ Կարեք ինձ ասեք, երբ որ կա արձանագրություն, որտեղ որ գրած է, որ այս քաղաքական ուժը այդ տեղամասում ստացել է այսքան ձայն։ Հիմի ասենք իրենք չհայտնաբերին, մեկ ուղղելու են։ Հասկանում եք։ Իրենք Փաշինյանի ճնշումները գործադրեն ձեր վրա, որպեսզի իրենց ձայները լավ էլի, Ջորջան, ես կոչ եմ անում քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, իրենց քաղաքական բանավեճը, իրենց քաղաքական գործան ոնց սավարում են, Փաշինյանի հարգելից լավ է, դրանցից ինչ ճնշում։ որպեսզի ընդդիմության ձայները Հարգելից, նույնիսկ տեսեք, արձանագրությունները 2005 հատ արձանագրություն։ Եթե ձեզ հետաքրքրում է, այդ արձանագրությունները կարող հնարավորություն տակ ուզում եք, չգիտեմ, նկարեք, ով որ ցանկանա կարող է անգիրանել, բայց կա 2005 հատ արձանագրություն, այդ թվում այն արձանագրությունները, որտեղ որ արձանագրած են այն թվերը, ինչ որ մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության գործընկերները արձանագրել են, որը այս է մեր թվերը։ Եթե ուզում եք, խնդրեմ ծանոթացեք ներկայումս ընթանում է վերահաշվարկը։ Ընթանում է վերահաշվարկը եւ էլի ճշգրտված թվերը հրապարակվելու են։ Պարոն Հովագիմյան, ուզում եմ իմանալ, կան ընտրատեղամասեր, կամ որոնց կապված ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումներ եք ստացել, եթե այդպիսի դիմումներ են, բայց ավարտել միանգամից նոր, եւ քննարկվել է արդյոք ինչ հնարավոր սցենար կա։ Ես կարող եմ ասել, որ այս պահին մեկ նման դիմում ունենք։ Որ ընտրատեղամասերի հետ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը 12/13 տեղամասի հետ կապված նման դիմում է ներկայացրել։ Այո, այն տեղամասն է, հարգելի գործընկերներ, որտեղ որ քվեարկությունով ժամը 6-ի սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը 8 համարը 8 համարի քվեաթերթ չէ մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել ու ժամը 6-ին է դա պարզվել, երբ որ ընտրողն է պահանջել, ասենք ընտրողը պահանջել է, որ ասել է եւ այդ ժամանակ այդ մի դիմումն է, պարոն Հովակյան։ Այս պահին այո։ Իսկ քննարկել եք կամ այսինքն որոշումը երբ կլինի։ Տեսեք, բոլոր գնահատականները տրվելու են առաջիկա օրերին եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները արտացոլվելու արդեն հունիսի 14-ի որոշման մեջ։ Պարոն Հովակյան, դուք լրագրողներին եք հորդորում ընտրական օրենսգրքին ծանոթ լինել, իսկ հանձնաժողովի նախագահները ծանոթ են ընտրական օրենսգրքին, օրինակ 8-ի կոտորակ 20 ընտրատեղամասում Լյուդվիգ անունով հանձնաժողովի մի նախագահ մեզ թույլ չէր տալիս պարզապես դուրս գալ ընտրատեղամասից, պնդելով, որ պետք է մինչև վերջին քվեաթերթիկի հաշվարկը արձանագրության կազմում մնանք ներսում եւ վստահաբար հետո պարզվեց, որ նա ոչ տեղյակ է, որ 8-ից հետո լրագրողները դիտորդները կարող են ես ներողություն եմ խնդրում ձեզանից, որ 16000 հանձնաժողովականներից
մեկ հոգի լավ 10 Ժորժան, ես ձեզ ասում եմ այդ խնդիրը, որ ժամը 8-ից հետո հանձնաժողովում գտնվել իրանք ունեցողները Պարզապես պարոն Հովակիմյան այդ փոփոխությունը տեսեք 10 չի շատ է ամեն ընտրությունից առաջ մենք այդ հատկապես այդ խնդրի վրա մեծ ուշադրություն գրամ բայց կներեք գտնվում են հանձնաժողովների նախագահներ չգիտեմ քարտուղարներ տեսեք իրեն քննությունը այսինքն թեստը բարի աջող հանձնում են գալիս են դասընթացներ են անում բացատրում են բայց ասենք իսպար չլինի մեկը տեսար ազանգը ստանում ենք որ չգիտեմ վստահված անձն է ուզում փոխվի օրինակ դա էլ կարա լինի այսինքն վստահ չեն թողում տեխնացուն է ուզում ասենք 8-ից հետո մտնի ներս չեն թողում հա լինում է ես ասում եմ այս դեպքում 16000 մարդ ընդգրկված հանձնաժողովներում երևի մոտավորապես մի 10 նման ահազանգ է եղել մեր համար սա ես ասեմ ձեր համար քան որ ձեզ է վերաբերում ձեզ համար դա աշխարհացունց իրադարձություն է ես հասկանում եմ բայց մեր պարագայում երբ որ ոչ մի բան աշխարհ օրենք տեսեք պարոն Կերակոսյան ես հորդորում եմ ձեզ որ օրինակ հաջորդ ընտրություններին դուք գաք ինքներդ հանձնաժողովի նախագահ աշխատեք։ Ես չեմ կարող ես վերադառնալ եւ գնանք վստահված անձը իրավունք ունի ինչ որ հարցեր բարձրացնի կարգադրություններ դա այդ ընտրատեղամասում որ ուժեղ Հայաստանի վստահված անձը իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում եւ ինչ վստահված անձը իրավունք չունի ոչ հանձնարարություններ տալու ոչ կարգադրություններ տալու վստահված անձը իրավունք չունի միջամտելու խոչընդոտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքին եթե վստահված անձը որևէ ինչ-որ բան է նկատում ինքը պետք է նախագահին կամ քարտուղարին իր դիտարկումը ներկայացնի բայց ձեր նկարագրած երևույթը ինչ որ պարագաներում լինում է եւ մենք ամեն անգամ բոլոր ընտրություններից հետո այդ հավաքագրենք այդ խնդիրը ու նորից հաջորդ ուսուցման ժամանակ էլի կրկին անգամ այդ հանգամանքի վրա ուշադրություն է գրում բայց կրկնում եմ օրվա համար հանձնաժողովի նախագահի ինչ կաներ ստանում ստացիան 1 օր չի նախագահի պարագայում ստացվում է աշխատանքային փուլը մոտավորապես 3 օր եթե չեմ սխալվում մոտ 150,000 դրամ է բայց մոտ 150,000 կարող է մի փոքր քիչ Շնորհակալություն ես վերադառնում իմ գործին